Ոնց հասկանում եք, մեզ հավի միս է պետք, բավականին խոշոր մի հատ հավեր կիսել եմ, կեսը օգտագործում եմ հիմա, աղաջրի մեջ եմ դրել նախնական, սառնարան, հիմա էլ արագ պետք է աշխատենք, որտև շատ շոգ է, 2 կարտոֆիլ, ինչի 2 խոշոր, որտև 2 պատեր տանը չեմ գնել, կարաք ավելի շատ օգտագործեք, սահմանափակում գոյություն չունի ստեղ, մի քիչ ձեթ է մեզ անհրաժեշտ լինելու, համեմունքներից վերցրել եմ խմելի սունելին, կարմիր պապրիկան քաղցր, սև պղպեղը, իհարկե աղը, մեկ էլ կախնի բաղադրիչ է, որ ասեցի, դա ջեռոցի համար նախատեսված տոպրակն է, որը աննկարագրելի փափկություն է տալու հավի մսին, հյութեղության մեջ է պահելու եւ այլն։ Սկսենք կարտոֆիլից, միջին խոշորության ենք բաժանում, այ սենց 4 մասի վերջ մյուսը, այ սենց, ահա, այ սենց, կարակ 2 մասի էլ բաժանեք, ոնց ուզում եք, լցնում ենք հետ ափսեի մեջ, մի անգամից համեմ ենք, ոնց մեզ պետք է ու ասնենք առաջ, հավ ենք ավելացնում իհարկե 2 փոքր բուր սենց 1 թեյ գթալ մի քիչ ավելի չափով, քաղցր պապրիկա կես թեյ գթալի չափով ու ըստ ցանկության կարանք ավելացնենք, կարանք չավելացնենք սև պղպեղ, ես չեմ ավելացնում կարտոֆիլի վրա, ավելացնում եմ ձեթը, այսենց 1 ճաշի գթալի չափով ու խառնում ենք այս ամենը զգուշորեն այսենց, որ բոլորը խառնվի, այսենց, ահա, դնում ենք մի կողմի վրա առայժմ, շատ հեշտ է ոնց տենում եք բոլորը, անցնում ենք հավը մշակելուն ու նորից աղ, 1 բռի չափով նորից, կարմիր բիբար, քաղցր, 1 թեյ գթալի չափով կամ մի քիչ ավելի քիչ, խմելի սունելի, ամենաշատը 1 թեյ գթալի չափով էլի, այսենց հեյքա, ախ ջանուշ հոտ եկավ, սև պղպեղ, մի քիչ, հերիքա և նորից ձեթ, էլի 1 ճաշի գթալի չափով, այս ամենը լավ խառնում ենք հիմա, որ խառնվեն բոլոր համեմունքները մսի հետ, մսի կտորների հետ, այսենց, ահա, այսենց, լավը, հիմա մի 10-15 րոպեով ամենաշատը կտեղափոխենք սառնարան, որ լավ համենվի միսը ու արդեն կանցնենք առաջ, 10-15 րոպե անց արդեն վերցնում ենք ջեռոցի համար նախատեսված այս տոպրակը շատ, տեսեք, կարևոր է որ լինի շատ բարձր որակի, խորհուրդ եմ տալիս այս սրանից գնեք, 350 դրամ, մնացածը կարդացեք ինքներդ, տնտեսական խանութներում պետք է որ լինի, սա ընտիր տոպրակ է, այլապես եթե անորակ եղավ տոպրակը, առաջանալու են խնդիրներ, կպնելու ամեն ինչը իրար, չկարանալու պոկեք մի խոսքով, որակյալ, լավ որակի տոպրակ ենք վերցնում ու մի անգամից տեղ ավելացնում ենք միսը ամբողջությամբ, ավելացնում ենք կարտոֆիլը, կարակ առանձին, կարակ միասին, ես միասին տարբերակն եմ ցույց տալի, այսպես մի հատ վերցնենք ու այսպես խառնենք իրար,
ու դասավորում ենք ջեռոցի տապակի վրա, այ այսպես, նենց որ մեկ գծով լինի, մեկը մյուսի վրա չլինի, այ այսպես, սիրուն, հարթացնում ենք կարտոֆիլը մնացածը, այ այսպես, վերջ, նա սովորական թել ենք վերցնում կամ սովորաբար իր հետ լինում է իր ամրացնելու սարքը, իմ մոտ չկա, թելով եմ ամրացնում, կապում ենք, լավ ամրացնում ենք, նախ և առաջ այս պոչը ավելորդայինքը լրիվ կտրում ենք ու մյուս կարևորագույն գործողությունը, այսենց կտրվածքներ ենք անում, հետև այսենց պատռում ենք, որպեսզի օդ խաղա ներսում, այլապես կարա պայթի նույնիսկ տոպրակը, դիտեք, որ դա մեզ պետք չի, երեք կողմից կտրեցի, լրիվ հերիք է, տեղափոխում ենք ջեռոց, նախորդ տաքացնել պետք չի, ես 150-ից 160, 170-ի տակ, մի 40-50 րոպե պահելու եմ, հաշվի առնելով, որ ջեռոցի տոպրակի մեջ է, ինքը էլ ավելի շուտ կարայբվի, դա հաշվի առեք և ջեռոցի տոպրակի առավելությունը այն է, որ ինքը հյութեղություն է հաղորդում ամեն ինչին, ինչը որ էփում է իր մեջ, դա կարա լինի միսը, դա կարա լինի կարտոֆիլը, բրինձը, ինչ ասես, անպայման օգտվեք այս տոպրակներից, ով դեռ չի օգտվել, վերջ, տեղափոխում եմ ջեռոց, կհանդիպենք պատրաստ լինելուն պես արդեն, ինչ հարգելի ընկերներ, անցել է 45 րոպե, ուղիղ, հիմա կտրենք տոպրակը զգուշորեն, մենակ այս հրաշքը նայեք, վախ, ստեղ նայեք մի հատ, սա դեռ իհարկե ամենը չէ, հիմա մենք ստուգում ենք պատրաստ լինելը, ստուգում ենք չոփիկով, լրիվ պատրաստ է կարտոֆիլը, միսն էլ բնականաբար հետ է, սակայն սենց չեմ ուզում պահեմ, ուզում եմ մի քիչ էլ դնեմ ջեռոց, արդեն կարմրացնելու համար, դրա համար կդնեմ արդեն մեջտեղի հատվածում, ոչ թե ներքևի, մի 15 րոպե թող լավ կարմրի, նոր արդեն կհանենք։ Վերջ, ընկերներ ջան, այսպիսի տեսք ունի, սիրուն, համեղ ախորժելի, կարաք, եթե ուզում եք վրայից կանաչի լցնեք, կարաք չլցնեք, ձեր իրավունքն է մնում,